Հարգելի պարոն փոխքաղաքապետ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ շտաբուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 219 վթարվայր, տուժել է 184 քաղաքացի, ունենք 2 մահ, ընդհանուր կանչերի թիվը եղել է 25717, հոկտեմբեր ամսվա ընթացքում պատասխան է տրվել 44102 զանգի, Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման եւ աջակցման բաժնի հեռախոսահամարին ունեցել են 3 դիմում բողոք, 2 դիմում բողոքը կապված է եղել շտապօգնության ծառայության բրիգադի ուշացման հետ եւ կանչի ուշացումները պայմանավորված են եղել մեկ այլ տեղ առավել հրատապ կանչի սպասարկումով եւ մեկ դեպք որակի վերաբերյալ սակայն քննարկման արդյունքում հասկացել ենք, որ թերի չի կատարվել եւ ամենամսյա ռեժիմով եւ շտաբուժօգնության ծառայության ՓԲ-ում եւ մեր առողջապահության վարչությունում մշտապես քննարկվում են կանչերի որակի բարձրացումը։ Երևանում գրանցվել է 553 մահվան դեպք, ծնվել է 1770 երեխա, 923 տղա, 847 աղջիկ։ Պոլիկլինիկաներում աջախումների թիվը նույնպես բարձրացել է, կազմել է 156794։ Հոկտեմբերի 14-ից 18-ը Երևանի քաղաքապետ տեղակալ պարոն Սարգիս Մադացյանի գլխավորած պատվիրակության հետ գործուղվել ենք Մարսել քաղաք։ Հանդիպման ընթացքում երկուստեղ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հանրային առողջությանը եւ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հուշհաստատություններին։ Քննարկման ընթացքում ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ հետագա ծրագրերի հետ, մասնավորապես այց է կատարվել Մարսելի ծննդատուն եւ մեր Քանաքերձեյթուն ծննդատան հետագա վերաբացման ուղղությամբ ձեռք են բերել պայմանավորվածություններ։ Հայկական հագնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի հետ եւ մեր աջակցությամբ հոկտեմբերի 9-ին Երևանում նշել ենք տեսողության համաշխարհային օրը, որպեսզի եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրենք ակնային խնդիրների ժամանակին հայտնաբերմանը եւ բուժմանը։ Իրականացվել է քաղաքացիների ակնային հետազոտություններ, ակնաբուժի խորհրդատվություն, շաքարային դիաբետ ունեցող կամ ռիսկի խմբով գտնվողների ակնահատակի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում տրամադրվել են ակնոցներ։ Չնայած շրջաբերականով տեղեկացրել էինք, բայց եւս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ հայտարարել, որ հոկտեմբերի 13-ից գործում է Երևանի քաղաքապետարանի եւ նրա ենթակա ՓԲ-ների ՀԱԿ-ի աշխատակիցների համար ապահովագրական փաթեթը։ Պայմանագիրը կնքվել է մրցույթը շահած Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության հետ։ Մեկ անգամ եւս ուզում եմ հայտարարել, որ մեկ ամսյա ժամկետում դեռ չի լրացել մեկ ամիսը կարող են ապահովագրվել նաեւ ընտանիքի անդամները։ Մինչեւ 21 տարեկան երեխաները, ինչպես նաեւ մինչեւ 70 տարեկան ամուսին կին ծնող։ Եվս մի փաստի վրա խնդրել եմ գործընկերնից ուշադրությունը, խնդրել եմ ձեր ստորաբաժանման աշխատակիցներից փորձել պահանջել կանխարգելիչ քննություն անցելը, որը շատ կարևոր է հանրային առողջապահության հատվածում։ Մենք ապահովագրական փաթեթում ունենք այդ կանխարգելիչ քննությունը եւ բավականին գումար է դրա համար տրամադրված։ Եվ մեծամասամբ, երբ որ որևէ խնդիր է լինում, չեն կարողանում իմանալ նախորոք է եղել այդ պաթոլոգիան թե ոչ, միմիայն հնարավոր է լինում կանխարգելիչ քննության արդյունքում։ Անցած տարվա 15000 ապահովագրած անձից ընդամենը 2000-ներ անցել կանխարգելիչ քննություն։ Սա կարծում եմ պետք է ուշադրություն դարձնենք։ Նաև ուզում եմ ասել, որ աշխատակազմի առողջապահության վարչությունում մշտապես աշխատանքային խումբ է գործում, ցանկացած հարցով ապահովագրական փաթեթի հետ կապված խնդրում եմ ասեք, որ դիմեն, որտեղ մենք նաև չհատուցված դեպքերն են քննարկում, բողոքները, գանգատները նույնպես քննարկում ենք, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Կարապետյան, մի ճշգրտում ստեղ ներկայացրած տեղեկանքի մեջ եւ ձեր հայտնած թվերի մեջ որոշակի տարբերություն կա, խոսքը վերաբերվում է մահվան դեպքերի եւ ծնված երեխաների հետ։ Երբ որ զեկույցը ներկայացնում էինք, ընդհանուր թեման էինք միացնում, բայց մենք ամսի 31-ին ենք թվերը ամփոփել, դրա համար վերջի րոպեին թվերը փոխվել է։ Շատ լավ։